Շարունակում ենք ուրիշ նորությունները, ունենք տաղավարում հյուր, մինչ հյուրին ներկայացնելը ուղղակի ասեմ, որ երբ բեմում մեկ դերասան է, իսկ դահլիճում բազմահազար հույզեր, ապա խոսքը գնում է Արմոնո միջազգային թատերական փառատոնի մասին, որը 24-րդ անգամ Երևանը դարձնում է մոնո թատերական ներկայացումների ժանրի էպիկենտրոն, իսկ մեր տաղավարում է Արմոնո միջազգային փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Գիտեմ այս օրերին շատ զբաղված եք, որովհետև ապրիլի 14-ից մայիսի 1-ը ընթանում է մոնո ներկայացումների մեծ հրավառություն։ Եվ չեմ կարող չհարցնել 24-րդ անգամ նախապատրաստվելիս այս փառատոնին ինչ առանձնահատկություն է նախատեսված այս տարվա համար։ Գիտեք, ամեն տարին փառատոնը դա տոն է, այդպես որ ամեն մի տոնը դա յուրատեսակ տոն է դառնում եւ առանձնանում է դրանով։ Երևի այս տարվա մեջ ես դա ուզում եմ նշել, մենք վերջապես ես դա վաղուց է ուզում, որ մենք ունենայինք ներկայացումներ, մոնո ներկայացումներ երեխաների համար եւ այս տարի մենք ունենք երկու շատ հետաքրքիր տեխնիկային ներկայացումներ, մոնո ներկայացումներ, դա Ալլա Սահակյանի ներկայացումն է, որի համար նա նույնիսկ արտավազդ մրցանակաբաշխության ժամանակ ստացավ լավագույն մանկական ներկայացման մրցանակը եւ դա Իսահակյանի տուն թանգարանի հետ համատեղ է եւ դա շատ օրիգինալ նախագիծ է, որովհետեւ ներկայացումները, որոնք կայանում են թատրոնի բեմից դուրս, ավելի ինձ համար մեկ շատ ավելի գրավիչ են եւ ավելի հետաքրքիր են դառնում եւ երկրորդը դա հատուկ փառատոնի համար արվող ներկայացում է, դա Աղասի Մելքոնյանը բեմադրում է Թղթե մարդը եւ որի առաջնախաղը կլինի մայիսի 1-ին եւ նույնպես դա շատ գրավիչ է, որ մեր փառատոնը տարբեր ժանրեր է ներբեռում իր մեջ եւ մանկական ներկայացումները նույնպես պիտի դառնան եւ զբաղեցնեն իրենց ուրույն տեղը եւ շատ կարեւոր տեղը։ Շատ կարևոր տարբերություն է այս տարի նախատեսվել, կա նաեւ ցանկում ընդգրկված է ներկայացումներ երեխաների համար, իսկ ինչպես է փոխվել աշխարհագրությունը, ովքեր են հյուրերը, որ երկրներն են ներկայացված այս տարի։ Դե այս տարի մենք բացվեցինք մեր վրացական շատ հետաքրքիր փառաջանովով, Վրաստանից եկած, Ռումինիայից ներկայացում կար, Ռուսաստանից երկու փայլուն ներկայացումներ, Իրանից նույնիսկ, գիտեք, ինչ դա շատ հուզիչ էր, որովհետև Իրանից մենք ուղարկեցինք հրավեր, նույնիսկ պաշտոնական հրավեր ուղարկեցինք Իրանի մշակույթի նախարարությանը, որպեսզի այդ ներկայացումը գա եւ որոշ իրադարձություններից հետո մենք ընդհանրապես տեղեկություն չունեինք եւ չգիտեինք գալու է մեր հյուրը թե չէ եւ նույնիսկ մարդկային ես մտածում էի ինչ է, ոնց է, ինչ կա իրանց հետ եւ այդ փառատոնի արդեն առաջի օրն էր շատ տարբեր զանգեր, տարբեր ինչ որ իրադարձություններ եւ զանգեց հայկական համար էր եւ Մարիանա, hello, I'm a Dorsa եւ գիտեք այդ պահին ես երջանկություն ապրեցի, հասկանալով, որ նա եկավ, ժամանեց, որ նա ողջ է, որ նա ամեն ինչ լավ է իր մոտ եւ նա խաղաց ներկայացրեց իր ներկայացումը։ Նաեւ մենք Սերբիայից ներկայացում ունեցանք, արդեն խաղացվեց եւ Իսպանիայից, Իտալիայից եւ գիտեք ինչն է հետաքրքիր, այդ տարբեր դեպրոցները, տարբեր ժանրերը, որովհետեւ ես կարող եմ առանձնացնել այդ կոմեդիա դել'արտեն, որը ներկայացրեց փայլուն ներկայացրեց մեր իտալացի գործընկերը, նա նույնպես ինստիտուտում վարպետաց դասեր էր անում կոմեդիա դել'արտեի, մեր իսպանացին, որը դա գիտեք ինչ, դա ոչ թե դպրոց է, դա ավելի շատ ինչ որ ներքին եկող մի բնազդային
ուժ էր իր մոտ եւ մեր Ռուսաստանից եկած դերասանները, որոնք մեզ համար շատ հասկանալի, ասենց Ստանիսլավսկու շկոլայի հիման վրա բեմադրված ներկայացումներ եւ գիտեք ինչն է հետաքրքիր, որ մենք փորձում ենք մեր հանդիսատեսի համար ցուցադրել այն տենդենսները, որոնք կան հիմա աշխարհի երեսին, որոնք կան եւ կլինեն եւ այն զարգացումները, որոնք հետաքրքիր կլինեն մեր հանդիսատեսի համար։ Իսկապես ժամանակակից շունչը 24 տարվա մասին ենք խոսում եւ հասկանալի է, որ դա կենթանի օրգան է փառատոնը եւ չի կարող այն նույն ֆորմատի մեջ մնալ տարեց տարի 24 տարի շարունակ մեկ ժանրի շուրջ շատ դժվար է նորություն ասել, բայց միևնույն ժամանակ դուք փորձում եք նորամուծություններ, ժամանակի թելադրանքներ նույնպես ընդգրկել, որպեսզի այն հետաքրքիր լինի հանդիսատեսի համար։ Իդեպ այս անգամ եւս փառատոնը կենտրոնացված չէ միայն մայրաքաղաքում, ինչը չի կարող չուրախացնել։ Մեր մարզային այո հանրությունը նույնպես կարող է հաղորդակից երեք մեր դերասանը, մեր Սասունցի Դավիթը, որովհետև գիտեք, փառատոնը բացի տարի երկու անգամ ցուցադրելով տարբեր ներկայացումներ, մենք ունենք նաև մեր նախագծերը, դա Գոմեշն էր, որ արդեն այս տարի կդառնա 6 տարեկան, եւ Սասունցի Դավիթը, որը արդեն համարյա շուտով 3 տարեկան կդառնա, նույնպես շատ կարևոր եւ արդիական ներկայացում է եւ Գյումրիում երեք նույնպես մեր Արմենը փայլեց իր Սասունցի Դավթով։ Այ մենք խոսում ենք ժամանակակից լեզվի եւ ժամանակակից ուղղությունների մասին, որոնք ավելի գրավիչ պետք է դարձնեն հանդիսատեսին, ինձ թվում է տարից տարի դա պետք է ավելի դժվար լինի, որովհետեւ այսօր մարդը, ով մենք բոլորս արդեն ապացուցված է, որ 40 վայրկյանից ավել ոչինչ չենք ուզում ընթերցել կամ դիտել բեմում մեկ մարդու ներկայացում, որքան էլ դա հետաքրքիր լինի, որքան արտահայտիչ, որքան դերասանը օժտված լինի տաղանդով, բայց նաև մոնո ներկայացումը իր մեջ սկսում է քիչ-քիչ պարունակել նաև այլ ժանրեր, օրինակ պար, Դա վաղուց է, գիտեք ինչ, մոնոժանրը շատ տարածված է ամբողջ աշխարհով մեկ, եւ դա եւ մոնոպար է, եւ դա վաղուց է այդպես, եւ մոնոօպերա, եւ ստենդափ, եւ այլն, եւ տարբեր ժանրեր է պարունակում իր մեջ։ Եվ գիտեք ինչ, ես ձեզ ուզում եմ ասել հետեւյալը, ճիշտ հակառակը, այո, մեր հանդիսատեսը միգուցե հեռախոսային այդ սթորիների եւ այլն այդ ժամանակահատվածը, այո, բայց որ մարդ գալիս է, նստում է եւ միգուցե այդ իդեպ մենք չենք ասում անջատեք հեռախոսները։ Ճիշտ հակառակը մենք ասում ենք դրեք անձայն ռեժիմին եւ մեզ փառատոնի համար հաճելի կլինի, եթե դուք ստորիսներ անեք, ռիլսել նկարեք եւ դա այդպես է, բայց այդ 40 կամ մի ժամվա ընթացքում հանդիսատեսը միգուցե վերադառնում է կամ երիտասարդները վերապրում են այդ հաճույքը, խոսքի, գործողության, այդ առեղծվածային թատրոն, առեղծվածային աշխարհի, որտեղ թատրոնը առեղծվածային աշխարհ է, մտնում է այդ մագիայի մեջ, խորհրդավորության մեջ եւ դառնում է ավելի մի մաս է կազմում եւ դուրս գալով այո, վերադառնում է մեր աշխարհ 35 կամ 40 վայրկյանոց կյանքի, բայց դա այդ պաուզան, որ գալիս է, դա միգուցե իր մեջ բերում է նաև ուրիշ երանգներ, ուրիշ շերտեր, եւ մարդը իր մեջ հանդիսատես, իր մեջ բացահայտում է նոր երանգներ, ինչու՞ չէ։
Դուք ասացիք, որ բարը երգ արդեն վաղուց կա այս ժանրում, իսկ խիստ ժամանակակից արտահայտչամիջոցներից որոնք կառանձնացնեիք, ինչ նոր զենքեր կամ գործիքակազմ է Արհեստական կիրառվում։ բանականություն։ Անցած տարի, այո, մենք արհեստական բանականությունը գրեց մեզ համար մի պիես շատ հետաքրքիր։ Մենք դա արեցինք։ Ամբողջությամբ ներողություն թողել եք, թե այնուամենայնիվ մարդը խմբագրել է։ Չէ, մենք չենք խմբագրել, շատ հետաքրքիր պիես դարձավ եւ այդ երկխոսությունը արհեստական բանականության եւ կենթանու մարդու դա նույնպես շատ հետաքրքիր էր։ Մենք այս տարի ճիշտ ասած նախատեսում էինք անել գնալ ավելին, բայց քանի որ տարբեր պատճառներով ես կարծում եմ մենք դրան անպայման կանդրադառնանք եւ մենք առիթ կունենանք դրա մասին խոսելու։ Անել ավելին, այսինքն որ դերասանի տեղը ռոբոտ խաղար։ Տարբեր, տեսնենք դա ոնց կլինի։ Ես ճիշտ ուղղության վրա եմ։ Որոշ չափով։ Հետաքրքիր, այսինքն միշտ մտածում եք ինչ նոր անակնկալ, ինչ նոր գրավիչ միջոցով կիրառել, Մենք որպեսզի չենք մտածում, կյանքն է այդպես դա անում եւ դրսևորում, որ մենք լինենք արդիական, որովհետեւ գիտեք ինչ, եթե 24 տարվա փառատոնը կա, գոյություն ունի եւ ես նաեւ ուզում եմ նշել, որ մեր հյուրերը միջազգային հյուրերը գալիս են իրենց հաշվին եւ առանց հոնորարի, այդպես որ մեր փառատոն բավականին բարձր վարկանիշ ունի ամբողջ համաշխարհային այդ բնակի մեջ։ եւ ունենալ հաղթանակ կամ որևէ անվանակարգում ունենալ հաջողած լինել դա մեծ վարկանիշ է այլ տեղ ներկայանալու համար արմոնոից հետո Այո, ինչու՞ չէ, այո։ իսկ մեր հայ մոնո թատրոնները կամ դերասանները ավելի ճիշտ ինչ հեղինակավոր փառատոնների են մասնակցել, որոնք հաջողություն են Գիտեք բերել։ ինչ, իրոք մենք ունենք տարբեր ներկայացումներ, որոնք մասնակցում են տարբեր փառատոներին եւ կան նաեւ մեր պրոյեկտներ, դա այսինքն եւ Գոմեշը, եւ Սասունցի Դավիթը, եւ ինչու՞ չէ նաեւ Վարիչկա Պարուհին, որոնք անընդհատ եւ Էլջերնոնը մեր Արմանը, որը 2 օրից երի մեկնում է փառատոնի, գիտեք ինչ, Արմանոն հարթակ է, որը ստեղծում է հնարավորություն, որպեսզի դու դառնաս եւ հետաքրքիր ստեղծես մի ներկայացում, իսկ հետո տենց լավ ծնողների նման մենք բաց ենք թողնում դեպի աշխարհ եւ մարդիկ գնում են, գրավում են տարբեր հետաքրքիր փառատոների են մասնակցում եւ այդ գիտեք ինչ ես միշտ դա ասում եմ այդ հաջողության էներգետիկան որ կա դա բերում է ավելի դերասանի համար մասնակիցների համար ավելի իրեն եւ երջանիկ եւ վստահ զգալու այդ էներգիան տալիս է մի ուրիշ բարձրացնում է եւ խորացնում է հոգին եւ բարձրացնում է ինքնա զգացողությունը ինչու՞ չէ ասես լիցքավորվի մարդը իսկ ինչպես է ապահովում սերնդափոխությունը 24 տարվա մեջ փառատոնում այսինքն հասկացանք որ փառատոնը արդիական է եւ գոյատևում է այդքան տարի ոչ թե գոյատևում է այլ ապրում է գոյատևում է խոսքը չի այո ապրում է իր լավագույն օրերը իսկ կա իրոք սերնդափոխություն այսինքն հետս հետը նոր թատրոնը ինչպես նաեւ կյանքը կազմված է տարբեր սերունդներից եւ եթե լինի մի սերունդ ընդամենը դա արդեն անհետաքրքիր է եւ դա կյանք չի, որովհետեւ ինչպես կյանքում մենք ունենք ավագ սերունդ, միջին սերունդ եւ երիտասարդներ։ Նույնը եւ թատրոնը։ Այսօր եւ երեկոյան Գյումրիից իդեպ ասեմ առաջնախաղեր Գյումրիից եկած երիտասարդ բեմադրիչը Արմեն Արշալուսյանը, որը արդեն 3-րդ տարին է մասնակցում փառատոնին, արդեն ցուցադրեց շատ գեղեցիկ, շատ հմայիչ երիտասարդ աղջկա կողմից ինքն է բեմադրիչ Արմենը Անահիտը խաղում էր ներկայացում եւ այսօր օրինակ մենք ունենանք 3 մոնոներկայացումներ դեբյուտ ծրագրի այդպես որ այդ գիտեք ինչ ինձ համար
սերնդափոխություն դա մի քիչ շինցու խոսք է, որովհետև կյանքը չի կարող լինել այդպես, որ մի սերունդը, երկրորդ, երրորդ, ոչ, կյանքը դա այն փունջն է, որտեղ կան բոլոր տարիքները, եւ դա է հետաքրքիր։ Դա է հետաքրքիր եւ դա է գրավիչ, եւ դա է դարձնում այդ կյանքի հմայքը եւ կյանքի ուժը, փորձառությունը, այդպես որ այդ միքսը ինձ թվում է ամենաճիշտ տարբերակն է։ Ինչպես հասկացա, այդ ձեր նշված 3 տարիքներն էլ 3 ժամանակաշրջանը մարդկային կյանքի ներդաշնակորեն Բնականաբար, այո։ ապրում են միմյանց հետ։ Իսկ լեզվական խոչընդոտի մասին, եթե դա խոչընդոտ է իհարկե, ինչպես է հայ ներկայացումները, հայկական ներկայացումները ներկայանում աշխարհին։ Եթե կինոյում մենք գիտենք կա ենթատեքստեր, ենթատիտրեր, թատրոնում ինչպես է լուծվում այդ հարցը։ Գիտեք ինչ, այ փետրվար ամսին մինչև փառատոնի սկիզբը դե գիտեք մենք ունենք տենց տարբեր special event-ներ եւ փետրվարին մենք բերեցինք Բրազիլիայից մի ներկայացում, որը իդեպ բեմադրված է հայ բեմադրիչի կողմից, որը ապրում է հիմա Նյու Յորքում, Արթուր Մաքարյան, եւ մենք տալիս էինք տիտրերը, բայց տարբեր, ամեն մի ներկայացումը տարբեր, այսինքն հիմա օրինակ փառատոնի շրջանակում մենք բաժանում էինք արդեն ընդլայնված սինոպսիսներ, բովանդակությունը, որ հանդիսատեսը ընթերցի, հասկանա եւ արդեն դիտի ներկայացումը թե ռումեներեն, թե վրացերեն, թե իսպաներեն, իտալերեն, ինչու՞ չէ նաեւ իրաներեն, արդեն հասկանալով ինչ է ինչի մասին է։ Ինչ վերաբերում է միջազգային փառատոներին, երբ գնում են Հայաստանից, դա նույնպես, դա տարբեր, ամեն մի ներկայացումը ունի իր ձևաչափը, ինչպես են իրենք ուզում։ Նաև կան տարբերակներ, երբ ներկայացումը գնում է ուրիշ լեզվով կամ ամեն մի 2 րոպե 1 կամ 1 րոպե 1 այդ շատ կարևոր նախադասությունները հնչում են այդ լեզվով կամ անգլերենով կամ ռուսերենով, նայած թե որտեղ է գտնվում ներկայացումը։ Ի վերջո մենք գնում ենք լսելու 3 ժամանոց օպերաներ իտալերեն կամ այլ լեզվով եւ մեզ բավական է մեր լեզվով, մեզ հասանելի լեզվով այն ծրագիրը, որը մենք ստանում ենք, ընթերցում ենք կամ նախապես հասկանում ենք ինչի մասին է օպերան եւ վայելում ենք այդ 2-3 ժամը։ Հետո գիտեք կա այդպես կոչված այդ լեզվի մեղեդին։ Եվ օրինակ ֆրանսիացիները երբեք թույլ չեն տալիս, որ դա սինխրոն թարգմանվի կամ տիտրներով, որովհետև ինչ-որ բան կորում է։ Այ կորում է, այդ լեզվի մեղեդին կորում է։ Եվ դա նույնպես շատ կարևոր է, որովհետև լեզվի մեղեդին դա նույնպես ազգի հոգին է։ Եվ նույնպես դա այդ անցումը, այդ ալիքները ձայնային երանգները նույնպես ստեղծում են այդ տեսակ մթնոլորտ առեղծվածային, որ դա փոխանցվում է հանդիսատեսին։ Գիտեք, ուզում եմ նաև անդրադառնալ այդ դարձյալ կրկնում եմ 24 տարի, դա բավականին մեծ երկար ժամկետ է, որպես փառատոնի տնօրեն, ինչպես է կատարվում ընտրությունը։ Չէ՞ որ ստանում եք շատ հայտեր եւ բոլորը չէ՞ որ ընդունում եք։ Բնականաբար մերժվում են որոշները բարձրանում են փառատոնի բեմահարթակ։ Այդ ինչ սկզբունքով է ընտրվում եւ կուզեի նաեւ անդրադառնայիք նաեւ այս տարի կարծես մեր մեծերի, մեր ասելով համընդհանուր մեծերի վերաիմաստավորում կա Չապլինից մինչև Փարաջանով։ Ինչ սկզբունքով ենք ընտրում։ Նախ մենք միշտ նայում ենք այդպես, որ լինեն տարբեր ժանրեր, տարբեր երկրներ եւ տարբեր մոտեցումներ շկոլայի դերասանական, դեպրոցիար դերասանական եւ ընտրվում են այն ներկայացումներ, որոնք հետաքրքիր կլինեն մեր հանդիսատեսի համար, մեր մտայնության համար, որովհետև դա նույնպես շատ կարևոր է եւ որպեսզի մեր հանդիսատեսը
վերցնի ինչ-որ բան, բայց նաև խորտ չլինի, շատ խորտ չլինի, մտայնության պահով եւ այլն, եւ գիտեք ինչ, Բայց ներողություն խորտն էլ կարող է, չէ, հետաքրքիր լինել։ Մեզ հարազատ չէ, բայց հետաքրքիր է։ Այո, անկասկած, բնականաբար, եւ դա նույնպես մենք ընդգրկում ենք, բայց կան տոկոսային հարաբերությունները եւ կան ներկայացումներ, որոնք մենք ի վերջո ներողություն, բայց փառատոնը ֆինանսավորվում է մշակույթի նախարարության կողմից, ԿԳՄՍ-ի կողմից եւ Երևանի քաղաքապետարանի կողմից եւ դա նաեւ պիտի արտացոլի մեր երկրի վերաբերմունքը եւ ընկալում արվեստի։ Բայց լինում է այնպես, որ եթե չլիներ այդ հանգամանքը, ինչ որ մի բան կներառեք, բայց դա հանգամանքը պետական հովանավորության։ Ոչ կներեք, մենք ապրում ենք մեր երկրում եւ մենք անում ենք այն բերում ենք այն ներկայացումները, որոնք հետաքրքիր կլինեն մեր ազգի համար, տարբեր շատ, բայց մեր ազգի համար, որովհետեւ մեզ համար ամենակարևորը հայ հանդիսատեսը, մեր ազգի հանդիսատեսը եւ որպիսի մեր ազգի համար, մեր հանդիսատեսի համար դա հետաքրքիր լինի, դա ընտրվում են այդ տեսակ ներկայացումներ։ Ոչ ժամանակը շատ արագ է անցնում եւ ոչ այնքան հեռավոր ապագայում 1 տարի անց մեկ հոբելյան 25 տարի եւ ինչպես ասում են աչքներս կթարթենք եւ 30 տարին կարող ենք նշել ուսանք ամեն ինչ բարենպաստ կընթանա իսկ ինչպես եք պատրաստվում ինչ մանավանդ որ դուք ընդհանրապես դուրս չեք գալիս այդ աշխատանքային փառատոնային ռեժիմից մի փառատոն որը տարեկան 2 անգամ է 2 անգամ եւ ամեն գրեթե մի 2 ամիսը մեկ մենք ունենում ենք իվենտներ, սփեշալ իվենտներ, հատուկ նախագծեր, թե մեր առաջնախաղերը, մեր դերասանների, թե մենք դրսից գալիս են մեր հյուրերը, այդպես որ ես կարող եմ ասել, որ գրեթե ամիսը 12, տարին 12 ամիս մենք գրեթե անընդհատ այդ աշխատանքային process-ի մեջ են, որովհետեւ նաեւ մեր ներկայացումները գնում են մասնակցում են տարբեր փառատոնների եւ արդեն հիմա ներկայացումները, որոնք ընդգրկված էին այս տարվա եւ անցած տարվա փառատոնային ծրագրի մեջ արդեն ստացել են հրավերներ եւ պիտի գնան Աստված առաջ մասնակցեն եւ հաջողություն բերեն մեր երկրին։ Իսկ արդեն ծրագրեր կան առաջիկա հոբելյանական քառորդ դարյա փառատոնի Գիտեք ինչ, ես սիրում եմ անցյալով խոսել, որ եղել է, կայացել է, որովհետեւ մենք ապրում ենք այդպիսի պայմաններում եւ աշխարհը այդքան փոփոխվում է ամեն վարքյան, որ եկեք անցյալով խոսենք, այն ինչ որ կկատարվի։ Բայց հուսով եմ չեք մերժի, եթե ակնարկեք մինչև մայիսի 1-ը ինչ է սպասվում։ Այո, իհարկե։ Ես դες ասեցի, որ արդեն Երևանից սկսվեց մեր դեբյուտ ծրագիրը, որը այս տարի 4 երիտասարդներին, փայլուն երիտասարդներին եւ Աստված դա իրենց կանաչ լույս, կանաչ ճանապարհ իրենց կյանքում, ստեղծագործական լիքը հաջողություններ։ Նաեւ մենք կունենանք ես դες արդեն ասեցի, ամսի 1-ին մենք եզրափակում ենք փառատոնը 2 ներկայացումով, դա մեկը մեր առաջնախաղն է փոքրիկների համար, երեխաների համար, մեր աղասի Մելքոնյանի կողմից բեմադրված թղթեմարդը եւ նաեւ Կարինե Խոդիկյանը, որին բոլորը ճանաչում են որպես դրամատուրգ, նա կլինի ոչ միայն դրամատուրգ, նաեւ դերասանուհի Այո, եւ նա այդ ներկայացումով արդեն հանդես եկավ շատ հետաքրքիր փառատոն անցած տարի նոյեմբերին փառատոնի շրջանակում Հանովերում, այդպես որ ինքը ունեցավ համաշխարհային պրեմիերա այդ ներկայացումը, իսկ նաեւ մենք ունենանք, այ ոնց որ դուք ասում եք, տարբեր ծերունդներ, Ալավերդուց կգա մեր արդեն տարիքով դերասան, որը կխաղա Կոմիտաս ներկայացումը եւ որովհետեւ ազգային թեման փառատոնի համար նույնպես շատ կարեւոր է եւ դա կարմիր գծով է անցնում մեր ամբողջ փառատոնների եւ ինչու՞ չէ նաեւ մեր ծրագրերի
ընթացքում եւ կլինեն նաեւ էլի ներկայացումներ, դա մեր Ելենա Վարդանյանի եւ Լիլիա Մուկուչյանի համատեղ հետաքրքիր աշխատանքներն են եւ այս անգամ նույնպես կլինի եւ առաջնախաղ, դա կլինի Ստանիսլավսկու թատրոնի բեմի տակ, դա կոնտրաբաս ներկայացումը, որը գիտեք պիեսը գրված է տղամարդու համար, բայց Լիլիան դա կատարում է ֆանտաստիկ հետաքրքիր եւ լավ։ Նաեւ կլինի նաեւ դա փառատոնի նախագիծն է, դա մի փոքր այլ ձևաչափով այդ ներկայացումը կլինի նույնպես Լիլայի կատարմամբ։ Այդպես որ հետաքրքիր ներկայացումներ դեռ սպասվում են, կլինեն հետաքրքիր նախագծեր, մենք ունեցանք մեր Լիտվայից ժամանած հյուրի կողմից, վարպետազդաս չասեմ, այլ նա ինչպես էր պատմում թատրոնի եւ Լիտվայի ժամանակակից արտի թատրոնի մասին, այդպես որ մենք շատ ակտիվ ենք։ Չեմ կարող չհարցնել, որպես փառատոնի տնօրեն, որը ավելի շատ ենթադրում է ադմինիստրատիվ աշխատանք, չեք կարոտում բեմը, չեք Ոչ. կարոտում դերասանությունը, այդքան շփվելով դերասանների հետ։ Ոչ, ճիշտ հակառակը։ Ես թվեր եմ տալիս դերասաններին եւ դերասանուհի լինելով ես գիտեմ, թե ինչ է պետք դերասանին։ Անկամ դրամատուրգը բեմ բարձրացավ։ Այո, ես գիտեմ, թե ինչ է պետք դերասանին, որպեսզի դերասանը թևեր առնի, դերասանին պետք է թևեր տալ, որ նա լինի երջանիկ եւ երջանկությունը լավ բան է։ Մարիաննա, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես հասկացա, որ դուք չեք սիրում խոսել ապագայից, կարճաժամկետ ապագայի համար մաղթում եմ գեղեցիկ ավարտ փառատոնի, որպես շարունակություն արդեն նախապատրաստվեք հաջորդ փառատոնին այս տարի եւ կրկին մեզ մաղթեմ հանդիպման առիթներ։ Սիրով մեծաբուն հաճույքով ես միշտ գալիս եմ ձեզ մոտ։ Հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք Արմոնո միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին։